Նախկին ԱԱՑ պետը իր հետ բերեց որոշակի փակագծեր։ Այսինքն ձեզ համար նորությունն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից։ Ստոպ, 2007։ Կոկա-կոլա չի բերեին կնձի, ինչ կողմից դաժե հյուրացիրեք։ Ո՞ց Սավինյանի տրամադրությունը։ Հավաքված են։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է, հանում ենք են ուտելու են համով բաները շարում ենք սեղանին, իսկ մենք խոստանում ենք քաք բառը չասել եթերում, այս պայից սկսած։ Հատկացրեք կես վայրկյան նաև լայք դրեք, իսկ եթե ուզում եք մի գեղեցիկ նվերել մեզ նոր տարուն, ապա միացեք Patreon-ին, որը շատ հեշտ է, նկարագրված ներքևը մի քանի տեղ սեղում եք, հետո տենց Apple Pay կամ Ցանկացած Android, քարտ, միասա տես վախենալու բաներ։ Մերկվածին սեղում եք ու ավելանում եք։ Քարտ, հա։ Իսկ ինչ նվիրել սիրելի մարդուն, դե իհարկե մի քանի տոննա արմատուրա, եթե այդ մարդը շենք է կառուցում։ Որովհետև մեր գործընկեր GTB Steel-ը ձուլած ունի այդ արմատուրան, որը սպասում է Արարատյան դաշտում, որպեսզի Սանտան իր եղնիկներով առաքի այն ձեզ։ Եկեք անկեղծելենք։ Կենտրոնում տարածքները վերջացել են։ Մարզասրահներ, բժշկական կենտրոններ, կաֆեներ, բոլորը տարածք են փնտրում։ Լույսեր բիզնես կենտրոնում կարող եք բացվել ունենալով 9 տոպ ընկերություններ եւ բնակելի տարածքի 15000 բնակիչներ որպես պոտենցիալ հաճախորդ։ Տարածքը աջափնյակում է այն մասում, որտեղ վրա ավարտվում են նորակառույցները ու հեսա կյանք ու աշխուժություն է լինելու։ Հերթի մեջ չընկնելու ու հետո գլխին չտալու համար զանգահարեք հենց հիմա։ Ձեզ հիմա երևի հետաքրքիր է ոնց մենք դարձանք բանվոր։ Դա հասկանալու համար պետք է մի քանի շաբաթ հետ տեղափոխվել։ Հնարեք լույսեր բիզնես կենտրոնի սցենարը պրծար։ Սաղ գիշեր վրան աշխատել եմ, չի տեղավորվում իրանց սաղ ուզած բաները մի ռոլիկում։ Քանի րոպե կանգնեց։ 12 րոպե, 48 վայրկյան։ Շատ երկար է։ Բա համ ուզում են, որ ասենք 13 հարկ է, բայց ամեն ընկերություն գնում է 9 հարկերից մեկը, որոնցից յուրաքանչյուրը 832 քառակուսի մետր է, բայց մեկը այտենց 500-ոտ է։ Այն մնացած հարկերում լինում է բժշկական կենտրոն, մարզասրահ, ռեստորան, կաֆե, ֆուտբոլի դաշտ։ Ֆուտբոլի դաշտը կարանք չասենք։ Չենք կարա, կես բար փոխում ես իրանց մարքեթինգի մենեջերը զանգում է, սուպեր քթիմազ է։ Այն օրը գրել էի, որ Լենինգրադյանի հարևանությամբ մի անգամից զանգեց, ասում է, չէ, արդեն Քրքորյանն է, շուտ փոխեք, թե չէ խայտարակ եղանք։ Իսկ կարանք այն մասը հանենք, որ մշտական ջուր ու լույս ունեն։ Երանի կարանայինք, պարզվում է չէ, շատ կարևոր է, որ ասենք, որ իրանք սեփական գեներատորներ ունեն, բլա, հա, ու պանորամիկ պատուհաններ գեղեցիկ տեսարանով։ Շինի հրաժարվենք այս ռոլիկից։ Չէ, որտեվ փող արդեն ստացել ենք ու ծախսել եմ։ Ու այդպես մենք դարձանք հայոց երկրի հայ շինարար։ Լավ, սուս եկավ։ Տեմպով տագեք, տեմպով։ Սամսո, են տագեք պետք են, թե տանեմ լույսեր թագամաս գործ կա անելու։ Դե ինչ բարեկամներ, հենց հիմա cancel եք անում ձեր Netflix-ի բաժանորդագրությունը, նաֆիգ եք ուղարկում կինոպոիսկը, որովհետև ես Նիկոլ եկեղեցի հակամարտությունը ռեյտինգով պլյուրիբուսից մինչև Stranger Things սաղին ջարդում է։ Երեկվա զարգացումները եկեղեցականները անվանեցին 10 տիրադավների ապստամբություն։ Մեր քյարը այն է, որ մեր բարապաշարն է, ասենց հարստանում այս ընթացքում։ Մեր լեքսիկոնում դա չկար, իսկ հիմա կա։ Նիկոլականները ասում են, որ գնում են ազատագրելու եկեղեցին։ Ոմանք նույնիսկ սենց բնութագրություն են տալիս։ Այսօր մենք մի մեծ հարյուրայնությունից ենք խուսափել։ Մի մարտի 1-ի պես բան կարող է տեղի ունենալ։ Okay, ես պաշտոնապես հրաժարվում եմ հավատալ, որ եկեղեցու պարակտումը կարան ավելի արագ ավարտեն, քան Ծիծեռնակաբերդի խկողու կառուցումը։ Բայց ինչ է, մի հատ հասկանանք ինչ եղավ, ինչից հետո եղավ։ 10 եպիսկոպոսներ, որոնք ֆորմալ առումով շարունակում են լինել եպիսկոպոսներ, որոշեցին հավաքվել եւ հեռացնել կաթողիկոսին։ Տիրադավ հռչակված 10 եպիսկոպոսների նախաձեռնությունն է իր արանցման պատճառը։ Նախորդին նրանք հայտարարել էին, որ այսօր երեկոյան ժամը 5-ին գնում են Մայրաթոր կաթողիկոսին հեռացնելու պահանջով։ Կոչ էին արել իրենց հոգևոր եղբայրներին հավաքվել Էջմիածնում։ Ու դե մենակ հոգևոր եղբայրներ չի, որ եկան։ Անուշ աղբերներ էլ Շատ վիճելի բան ես հիմա ասում։
Այն իսպանական ամոթը դեռ իսպանական է մնում, չեն փոխե մեր վրա, որովհետև սենց բան H միացնի Բաքում, ասես յոք հայտարարակ են կլնում։ Փորձենք տեսնել դրականը, ինչը շատ դժվար է, բայց ընդդիմությունը հավաքվեց նույն տեղում։ Ու միավորվեց։ Դա չէ, բայց ֆիզիկապես եկավ մի տեղ ու միաժամանակ զբաղեցնում էր նույն տարածքը։ Ուզում են թող գնան իրանց համար աղանդ ստեղծեն, չգիտեմ, կաթողիկոս իրանց համար ընտրեն, այդ աղանդի մեջ լինեն։ Ինչի են ուզում ես 1700 տարվա մեր եկեղեցին քանդել։ Նրանցից շատերին, մի քանիսին ես անձամբ ճանաչում եմ եւ կարող եմ վստահ ասել, որ նրանց կարծիքը Նիկոլ Փաշինյանի մասին շատ ավելի ոչ դրական է, քան շատ ընդդիմադիրների։ Այս քայլերը նպաստեն մեր թուլացմանը, պարակտմանը եւ ել ավելի մեր մեջ հակասությունների սրմանը։ Ոնց որ բոլորդ մի սենց շատ հիպլիկ տեղ հավաքվել եք։ Իսկ չկար կճոյան աջակցող հասարակ քաղաքացի։ Իհարկե կար։ Ձեզ կներեք որտեղից եկեք։ Հա, Արմավիրի մար։ Իսկ ժամերգությանը մասնակցելու թե հավաքին այստեղ։ Չեմ իմանում։ Չէ։ Սխալ կլիպ էր, այս կինը չգիտեր ինչի եկել։ Իսկ կար մարդ, որ գիտեր։ Հրաժարականին եմ միացել բնականաբար, որովհետև մեր պայքարը դա եկեղեցու դեմ չի, մեր պայքարը անհատների դեմ է, որոնք որ մերժել են Աստծուն տված երթումը իրենց։ Գուցե Աստված էս աղջնակի շուրթերով փորձում է մեզ ինչ-որ ճշմարտություն փոխանցել։ Հեյ։ Հա, բան ես ասում։ Իսկ Փաշինյանը ասեց, որ նա ոչ մի կապ չունի 10 եպիսկոպոսների նախաձեռնության հետ։ Լավն էր։ Չէ, իրոք տենց ասեց։ 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ եւ աջակցում եմ։ Ինքը բանը Արմեն Սարգսյանի նման մամուլից իմացա, որ տենց արշավանք ա եղել։ Խնդա։ Իսկ հավաքի մասին մամուլից է տեղեկացել։ Իսկական, այս մարդը բոլորիս հավատքի չափսերը լայնացնում է։ Իրոք, եկեք լարվենք ու փորձենք հավատալ, որ հենց տենց ա եղել։ Okay, ինչ է դարքիրա որն էր վերջո այդ 10 եպիսկոպոսների այնտեղ հավաքվելու կուլիմինացիա։ Այսքան շուխուրը եղավ ու արդյունքում ինչ։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները բարձրախոսով ինչ որ հայտարարություն են անում։ Որևէ բառ չի լսվում։ Հայտարարությունը խլացնում են ի պաշտպանություն եկեղեցու մայրաթոռում հավաքվածների վանկարկումները։ Դավաճան Կճոյան, Թուրք Վզգո, Հուդա։ Եպիսկոպոսները վեհափառի հեռացման պահանջով նամակ են հանձնում մայրաթոռի քարտուղարություն եւ հեռանում։ Դո նամակ հանձնեցին, այս ամեն ինչը կարող էր ուղղակի email լիներ կամ ուղղակի մի ձայնային հաղորդագրություն։ Ուղղակի մենք վերջերս էինք արել սոցգովաստ, որ voice-երը միշտ չեն տեղին, նենց որ Բայց ամեն դեպքում էլ այսքան քաշքշոց, քֆուրներ էշ միացնում, երկու օքի ուշաթափվեց, ինչ որ բանի համար, որ ուղղակի նամակ հանձնեն։ Իսկ կան մարդիկ, որ գոհ են, թե ոնց ամեն ինչ ստացվեց։ Եվ ուզում եմ նաև 10 եպիսկոպոսներին շնորհակալություն հայտնել իրենց խիզախության համար, որովհետև հեշտ չի անել այն, ինչ որ իրենք անում են։ Գուցե ինձ համար շատ ավելի հեշտ է այդ թեմաներով հանդես գալ, բայց իրենց համար տասնապատիկ ավելի դժվար է եւ դա պետքա գնատանքի արժանանա։ Բայց բոլորը չեն, որ մտածում են, որ ինքնաբուխ եղավ 10 եպիսկոպոսների Փաշինյանի կողմ անցնելը։ Նախկին ԱԱՑ պետը իր հետ բերեց որոշակի փակագծեր ու բացեց։ Ես չէի ասի բացեց, ուղղակի սենց բերեց փակագծերը ու դրեց սենց սիրուն սեղանի վրա։ Տիրադավ եպիսկոպոսներից եկեք սկսենք։ Նախ նրանք յուրաքանչյուրը գիտեն, իրանք շատ լավ գիտեն, որ առնվազն ես էլ գիտեմ, թե իրենք ինչ կոմպրոմատների ներքո են սկսել համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Դե ոնց որ հիմա այն պահն է, որ այն մարդը, ով գիտի այդ կոմպրոմատների մասին, բացի այդ կոմպրոմատը ու դրանով կոմպրոմատը կդադարի կոմպրոմատ լինել ու փաստորեն այն լծակը, որը կա 10 տիրադավների վրա, կդադարի լինել լծակ։
Արա դու որտեղից այդքան լավ իրազեկ ես կոմպրոմատային աշխարհից, նիստուկացից կոմպրոմատների։ Ճիշտն ասած, այս մարդուց եմ լսել։ Կոմպրոմատը ուժ ունի, եթե դրա մասին գիտեմ ես եւ ինչ որ մեկը։ Հենց երրորդ իմանում այդ դրա ուժը պրծնում է։ Ասենք նկարում են ինչ որ մեկին, ինչ որ մի ինտիմ տեսարանում գալիս են ասում են ամուսնուդ կամ տիկնոջդ հեսա կտանենք, այս ցույց կտանք։ Քանի դեռ ցույց չեն տվել, այս մարդը վախմա քո ասածները անում է։ Հենց ցույց տվեցին։ Արդեն բայ։ Ինչ ուզում ես Սարա։ Գուցե սաղովի պայմանավորենք, որ ինչ կամպրամատ էլ որ լինի, նախ մենք դա կամպրամատ չենք համարի, չենք քննադատի, ուղղակի կանկեղծ ենք շնորհիվ TikTok-ի 1-2 օրից մոռանալու ենք ինչ ա եղել։ Սպասենք։ Այդ որ մարդկանց հիշողությունը այնքան է կրճատվել, որ ժամանակ առ ժամանակ Փաշինյանն էլ է ստիպված հիշացնել, թե ոնց այս ամեն ինչը սկսեց։ Վարչապետն ամիսներ շարունակ պնդում էր վեհափառը պետք է հեռանա, որովհետև կուսակրոնության ուխտն է խախտել։ Իսկ վերջին շաբաթներին ամենաաղմկոտ մեղադրանքն այն է, որ հայ առաքելական եկեղեցու հովվապետը օտարերկրագործակալ է։ Վարչապետին այսօր վրդովվեցրեց հարցը, թե ինչու իր այս պնդումից հետո իրավապահները քրեական գործ չեն հարուցում։ Ասաց մամուլում փաստաթղթեր կան, հոգևորականներն են ասում, ինքն էլ է այդ կարծիքին։ Դա նաև ակնհայտ իրողություն է։ Այսինքն ձեզ համար նորություն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից։ Անկեղծ ասած, հա, Այդպես թոթալ նորություն էր բոլորիս համար, ու այդ նորությունը տրաքսնելուց հետո լավ կլինի որ մի հատ էլ են ապացույց համել բերվի էլի։ Ինչով է նորություն։ Չեք տեսել փաստեր։ Ուշադիր լրատվությանը հետևեք կտեսնեք այդ փաստերը։ Դե մամուլում գրածներով որ առաջնորդվենք, դուրսը ազատ մարդ չի մնա вообще։ Լավ կլինի որ ինչ որ քրեական գործ լինի։ Քրեական գործա ձեզ պետք դա տեսնելու համար։ Գնացեք ձեր գրած հրապարակումները նայեք, մամուլի հրապարակումները նայեք, պաշտոնական հաղորդագրությունները նայեք։ Ամեն ինչա որ քրեական գործով է լինում։ Ես հուսով եմ որ հա, որովհետև այդ պահանջը не то что ժողովրդական բաստիոնների, այդ նույնիսկ այն ամենաավտորիտար բանանային պետություններին մինիմալ պահանջներից է։ Ինչո շատ հին կտակարանից բաներ ես ասում, իսկ օրենքները նրանք այնպիսի բաներ են, որ պետք է նրանց ոգին փոխանցես, պետք է թարմություն մտցնես, աշտի շատի վերջին ապդեյթներից օգտվես։ Մոտիվացիոն սպիկերի դասերի ես գնացել։ Կրթվել է նորաձև է։ Հաջորդը ուզում եմ ասել նաև, ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, մենք արդեն բավական երկար ժամանակ այդպես գործում ենք, բայց այդպես չենք հայտարարել, կտրիչ Ներսիսյանի որևէ որոշում Հայաստանի Հանրապետությունը չի ընդունելու, որովհետև նրա կայացրած ցանկացած որոշում ոչ լեգիտիմ է։ Որովհետև տենց կարելի է։ Դե այսինքն ուղղակի որոշում ես, որ ինչ որ կառույցի որոշումները լեգիտիմ չեն։ Այդ իրա ինչ ընդունել, չընդունելու մասն է, այդ իրա job description-ի մեջ չի մտնում։ Նաև որոշում ես, որ քո job description-ը չես ընդունում։ Տենց կարելի է։ Կառավարությունը ես եմ։ Դե հա, այսինքն հարմար շատ մտահոգիչ կլիպ է, որը հեշտ է ստեղ-ընդեղ դնել, բայց սրանով կարա վատ նախադեպ ձևավորվի, որ մարդկանց ստերից հանեն առանց հիմքերի։ Դե նա էլի սա տեսակետի հարց է։ Կարաս իհարկե ասես, որ վտանգավոր նախադեպ է, բայց կարաս նաև ասես հակառակը։ Ոչ, ես մտանգավոր նախադեպ չեմ ձևավորում, որովհետև ի տարբերություն ոմանց, այդ թվում ցավոք լրատվամիջոցների անհիմն հայտարարություններ չեմ անում։ Դա կոնկրետ հիմնավորումներ ունի եւ հրապարակային են այդ հիմնավորումները։ Իրավական process ինչու՞ պետք է հետևի դրան։ Իրավական process, որովհետև իրավական process-ը ունի բազմաթիվ նրբություններ։ Իրավական process ինքնից դանդաղ անդուր բան է։ Կարելի է ուղղակի վստահել մեծարգո վարչապետի խոսքերին։ Ոնց որ այն խանութի դեպքում, հա։ Ինչ խանութ։ Այն որ էլի չէր մտնում իր job description-ի մեջ։ Հենց որ վարչապետի աշխատակազմից գնացել են բան առնելու, ասել են դե եթե կանխիկով կտակ փողը ուրիշ գին է, եթե քարտով կվճարեք ուրիշ գին։ Փակեք այդ խանութը, այդ խանութում առևտուր պետքա չլինի։ Ին վրա են վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ։ Եվ միայն վարչապետական թույլտվությունից հետո կարող է բացվել Փաշինյանին հունից հանած խանութը։
Միջև անձնական թույլտվությունը չլինի, այդ խանութը պետք է չբացվի։ Ամփոփելով, Էջմիածինը լիքը դրամատիկ իրադարձություններ ա տեսել իր պատմության ընթացքում, մողոլներից մինչև Շահաբազ ու նույնիսկ Չելյաբինսկից եկած շատ հարբած տուրիստներ։ Դες նամակը նենց չի որ եսի ինչա։ Okay, օթում սենց հարցն է, կաթողիկոսը չի անհանգստանում, որ Նիկոլը ինչ որ պահից տենց հանի ինչ որ փաստեր դնի սեղանի վրա։ Ավելացնում մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի եւ չպետք է տրվենք երկպառակության սադրանքներին։ Մեր երկիրը գտնվում է անվտանգային խնդիրների եւ հրատապ լուծման կարոտ լրջագույն հիմնահարցերի առջև։ Փորձում եմ իշել էլ երբ է այսքան տրենդի մեջ եղել կաթողիկոսը։ Ու սա կարծես կուլիմինացիայի պահ կարող ելներ, որտեղ վեհապարը կոչ կաներ համախմբվել, միանալ, պաշտպանել եկեղեցին, բայց պաշտոնական հայտարարությունը ասում է ուրեմն չտրվել սադրիչ հայտարարությունների ազդեցությանը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումները լինեն միայն աղոթքի, համերաշխության ու միասնականությամբ։ Ու ոչ մի խոսք նրա մասին եկեք պաշտպանենք Էջմիածինը, մինչդեռ Սերժը ասում է, ախպեր հորդորեք մի բան գանք պաշտպանենք։ Դե գուցե մի բան գիտի որ տենց է։ Գուցե երկրորդ մասում հաղորդման ինչ որ հորդոր լինի, բայց չկա էլ իրականում, որտեղ երկրորդ մասում Ավինյանը դատական գործերի մեջ է եւ Վարդան Ղուկասյանները նոր սկանդալների։ Տոներն են մոտենում սիրելի թորնիկներ։ Իսկ դա նշանակում է, որ շատ տեղեր շատ ու շատ ձմեր պապիկներ եք տեսնելու։ Մենք ձեզ բերել ենք ձմեր պապու հետ վարվելու էտիկետը։ Նենց որ ոչ պապիկի տոնը փչացնեք, ոչ էլ մյուսների։ Եթե երեխան լացում է ու չի ուզում ձմեր պապիկի հետ նկարվել, պետք չի երեխային զորով նկարել ձմեր պապիկի հետ։ Լինում է որ ձեր երեխան արդեն գիտի, որ ձմեր պապիկը իրական չէ։ Ով ասես ձմեր պապիկը իրական չէ։ Այդ հետո կխոսենք, հա պապի ջան։ Ձեր երեխան արդեն գիտի ճշմարտությունը, իսկ մյուսը դեռ չգիտի, խոսեք ձեր երեխայի հետ, որ մյուսի մոտ պալիք չանի իրականությունը։ Շատ են սիրում մորուքս քաշել։ Լավ առիթ է դաստիարակել երեխաներին, ասելով որ ձմեր պապիկի մորուքը, ընդհանրապես որևէ մարդու մորուքը պետք չի քաշել։ Շնորհավոր ամանոր։ Եվ Չէ, այդ ինչ պետք է ասեի ձմեր պապ։ 21-րդ դարն է վերջի վերջո։ Սիրելի, ինչ անել, երբ ես տարբեր ժանրերի ֆիլմեր եմ սիրում, տարբեր ներկայացումներ եմ ուզում տեսնել, բայց համ էլ երեխու հետ եմ ուզում միտեղ գնալ։ Ինչ պետք է անես, պետք է բացես ticket system-ի հավելվածը։ Իսկ եթե ես ուզում եմ համերգ գնալ, բայց Երևանում չեմ, մարզում։ Արա մտնում ես ticket system app, որը շատ པարզ app է, մեջը ընտրում ես ինչ ես ուզում նայես, երբ ես ուզում նայես, որտեղ ես ուզում նայես ու քեզ մնում է մենակ գնաս ու վայելես։ Այդքան տուպո ես արա դու։ Դզես, շատ հեշտ բան ես ասում։ Այո, ticket system, բոլոր տոմսերը մեկ հարթակում։ Ռեժիմը ոչ միայն փորձում է հեռացնել ինչ որ առեղծվածային լեյտենանտներին զեկուցող կաթողիկոսներին, այլ նաև մեզ զրկել պլան B-ից։ Ամեն կողմից են հարձակվել եկեղեցու վրա։ Ով էր կաթողիկոսի պլան B-ն։ 4 միլիոն դրամ կաշառք ստանալու պաշտոնական կեղծիքի մեղադրանքով ձերբակալվելուց 2 ամիս անց Գյումրիի քաղաքապետն այսօր կանգնեց դատարանի առջև։ Հենց առաջին դատականիստին Վարդան Ղուկասյանը հայտարարեց, սա քաղաքական հետապնդում է, դեռ 2007 թվականից իր դեմ մահափորձից հետո ենթարկվում է բռնությունների հետապնդումների։ Ստոպ, 2007 գնա խի 2007 Վարդան հոգիս կաթողիկոսի պլան B-ս, ախր որ գնում ենք 2007 ոնց որ սլակները տանում ենք դեպի Սերժ Սարգսյան ու դա օգնում է այն մարդուն ում դեմ պայքարում եք, որը Նիկոլն է, ու այդ կոնտեքստում, քանի որ դուք հիմնականում Քոչարյանի ուժից է կարա ստեղծվի տպավորություն, որ Սերժենք ու Քոչարյանենք իրար հետ լավ չեն։ 2007-ը հանգիստ թողնենք ու վերադառնանք մեր օրեր։ Սա քաղաքական պատվեր է իմ նկատմամբ ոչ թե այսօրվա դրությամբ,
Այլ 2007 թվականից է գալիս այս ամեն ինչը, երբ որ 99 թվականին ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը։ Okay, Ստալինի վախտվանից ձեր հետևից ընկած եմ, բայց կլինի վերադառնանք մեր սիրելի Պորնիկ 25 թիվը։ Հա, վերադառնանք բուն կաշառքի, ասում կաշառքի մեղադրանքի։ Վարդան Ղուկասյանը հստակեցրեց, որ ոչ մեկին երբեք չի ներելու, вообще ոչ մեկին երբեք։ Այն քննիչները, այն դատախազները, ովքեր օրենքից դուրս, զանգով, հանկարծ, ուրեմն գործունեություն են ծավալելու, պատգամավորներն այստեղ են եւ հանրությունն էլ լսում է, ուրեմն մինչև վերջ պատասխան են տալու, ինչ կանել ուզում է, այս կառավարությունը փոփոխվի, չփոփոխվի։ Ուստեղ դատախազությունը չդիմացավ, Վեր կացավ դատախազը ու ինչքան ուժ ուներ, համաձայնվեց։ Միանշանակ համաձայն եմ մեղադրյալ Վարդան Ղուկասյանի այն դիտարկմանը, որ յուրաքանչյուր հակաօրինական արարք կատարած անձը, անկախ նրանից ինչը հետապնդը, պետք է օրենքի առջև պատասխան։ Այսենց մեկը մյուսի հետ համաձայնվելով երկարացրեցին Ղուկասյանի կալանքը 3 ամսով։ Ու ոչ մի բան հաշվի չառան, ոչ մի բան Ինչ պետք է հաշվի առնեն։ Դատարանի կողմից հաշվի չառնվեց այն կարևոր հանգամանքը, թե ով է պարոն Վարդան Ղուկասյանը։ Իսկ պարոն Ղուկասյանը մեր վեհապարի պլան B-ն է։ Միոպ էլի, այ կաշառք վերցնելը հերքենք, հետո անցնենք առաջ։ Կամ այդ Կասպարյան Հենդրիկը 13 տարի հետս աշխատել է, մի հատ կոկա-կոլա չի բերել ինքնձի իր կողմից դաժե հյուրասիրել։ Մեր մեջ ասած Գասպարյան Հենրիկը մեզ էլ այսքան վաղ մի հատ կոկա-կոլա չի հյուրասիրել։ Դու ինչ մենք իր սեփական Եգյանը, որ գնում է իրաստուն, ասում է քերի, քանի դու կաս ես շոկոլադ ուտելու են, ինքը ասում է թե դու շոկոլադ կուտես, քանի քերին կա։ Լավ, վերադառնանք ինչ որ ավելի կոնստրուկտիվ դաշտ, Աստված, երբ փակում է մի Ղուկասյան, անպայման ինչ որ միտեղ բացում է մեկ այլ Ղուկասյան։ Երբ ենք մենք ձեզ տեսնելու լիակատար ազատության մեջ։ Սա ահավոր բյուրոկրատական երկիր է, այդ պատճառով հուսամ այս ամիս, հուսամ։ Հուսանք ու կես, հուսանք ու զանգ։ Ամեն ինչ այդքան հեշտ չի, Ամերիկան չի ուզում դոգ պահի։ Շատ վատ հնչեց իհարկե, բայց ամեն դեպքում ուր են ուղարկում նրան դոգերի ֆերմա։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով որոշել է այլևս չսպասել վերաքննիչ դատարանի որոշմանը եւ ԱՄՆ-ից առաջիկայում կմեկնի երրորդ երկիր։ Հուսով ենք ինչ որ dog friendly, dog սիրող երկիր են ուղարկում։ Կորեան ջնջեմ, հա։ Հա, դա ջնջի, չէ, միայն ոչ այնտեղ։ Թե որ երկիր է մեկնելու Վարդան Ղուկասյանը փաստաբան Լևոն Բաղդասարյանը փակագծեր չի բացում։ Նրա պնդմամբ այս պահին դոկի ղեկավարը 5 երկրից հրավեր է ստացել։ Սա աշխարհը ցելայակցում, որ դոգու են։ Այդ ընթացքում ԿՊ-ն պատրաստվում է ընտրություններին, իր ցուցակներում ներառում է մարդկանց, ու բացվեց որ ԿՊ-ի ցուցակը այդքան Հայկ Սարգսյան friendly չի։ Չգիտեմ հասկանալի թե չէ, բայց սիրված падգամավոր Հայկ Սարգսյանը չընդգրկվեց ԿՊ-ի ցուցակում։ Հիմա ինչ անի Հայկ Սարգսյանը։ Ես ունեմ երկու ճանապարհ, առաջին գնալ տուն եւ չլինել հաջորդ ցուցակում։ No! Ոչ, այդ չենք ընդունում։ Ուրիշ։ Եվ երկրորդ բողոքարկել վարչության որոշումը իրացնելով իմ կուսակցականի իրավունքները։ Okay, բայց կա նաև երրորդ ճանապարհը։ Միանալ լուսավոր Հայաստանին։ Okay, կա նաև չորրորդ ճանապարհը, որին միացավ այս մեր մյուս ընկերը։ Փաստորեն ուզում է իզնով լիքը հարցեր լուծի։ Այսինքն ինչ հարցեր լուծի։ Նախ թիմին պահի սանձահարված, որ կգցե մաղազարանի օրը, երկրորդը փորձում է այնպեսի վիճակում դնի, որ ես ասենք այսպես կոչված բանալում էլի լռեմ։ Բայց Փաշինյանը չգիտե, որ Աղազյանը շատ ստրապտիվ ու սա մեծ է, որին շատ դժվար է սանձահարել, ելուր մնաց լռեցնել։ Այդ հասկում ամպեր են կուտակվում Ավինյանի վրա։ Անիֆի գործը, հա։ Չէ։ Մետրոյի հետ կապված է։ Չէ։ Օդը։ Չէ, հին բաներ ես հիշում։ Չկարա որ նոր բան լինի Ավինյանի հետ կապված։ Չէ, կասեն միամիտ դիտողները։ Հերթով հստակ փաստերով ներկայացնեմ, որ Տիգրան Ավինյանը, ինչպես նա է հայտարարել, որ փողի գողը գողա, հողի գողը գող չի, հրապարակային հայտարարում եմ Տիգրան Ավինյանի հայտարարության համաձայն եւ իր անգործությունների համաձայն Տիգրան Ավինյանը հողի գողա։ Չախոյանը վերադարձավ, բայց մեզ փաստեր են պետք։ Փաստերով մի քիչ ավելի դժվար է, բայց ոչ Չախոյանից համար։ Տիգրան Ավինյանի հայտարարությունը միացնեմ։ Ես նոր նորքում
ինքնակամ շինության հետ կապված կարող եմ ասել հետևյալը. Երևանի քաղաքապետարանը 7 անգամ ծանուցել է շինարարին, մերժել է ինքնակամ շինության օրինականացման իրենց հայտը։ Ահա Տիգրան Ավինյանի հայտարարությունը հստակ վերաբերվում է Նորնոկ վարչական շրջանի իմ հրապարակած տեսանյութին, որում ինքը հայտնում է, որ 7 անգամ դիմել են Երևանի քաղաքապետարան օրինականացնելու, Երևանի քաղաքապետարանը 7 անգամ մերժել է։ Երբ որ համայնքային հողի վրա կառուցված ապօրինի շենք շինությունը դիմում է օրինականացման եւ քաղաքապետարանը մերժում է այդ օրինականացումը, մենք արդեն համապատասխանաբար նաեւ թողարկում ենք քանդման որոշումը։ Բայց քանդման որոշում տենց էլ չարեց։ Դե սպասենք նոր սրաչի։ Իսկ այդ ընթացքում ո՞նց է Ավինյանի տրամադրությունը։ Պարոն Գաբրելյան, դուք գործակարգավարականին ինձ զեկուցում եք այս հասցեի մասին։ Ասում եք աշխատանքներն ավարտված են։ Չէ, вообще այս ռիլը արել եք նրա համար, որ ցույց տաք բոլորին, որ ձեր աշխատողները ձեզ խափում են։ Հեչ դատվողի նման իրան չի պահում Ավինյանը։ Բակի բնակիչները նաև բողոքում էին Ավինյանին, որ շատացել է քաքը։ Արա խոսք ենք տվել։ Պարոն Ավինյան, շատ եմ խնդրում այդ շների հարցը։ Այս խեղճերն այնքան տանջվում են, շները գալի կեղտոտում են, գոնե տոպրակներ դերները պահեն, հավաքեն կեղտը։ Տերերը չեն հավաքում։ Չեն հավաքում։ Ճիշտ է ասում տիկինը, քաքը թողնում են այնտեղ որպես հիշատակ։ Okay, էլ չեմ ասելու մարդիկ հաց անեն, բայց հա, Միջևս արդեն վերջացրել եք հաց ուտելը ու հիմա պրոստը չա եք խմում։ Ոչինչ, հեսա կհավաքի քաղաքապետարանը այդ խունիկները։ Քաղաքացիները նույնիսկ պատրաստ են հուսահատ քայլերի։ Երկրի նկարը մի օր ուղարկել, դե ուրիշ ճար չկա։ Տիկին անպայման նկարեք այդ քաքը եւ ուղարկեք Ավինյանին։ Շներից բացի, քաքի համը հանում են նաեւ հարևան բակերի երեխաները։ Գիտեք ինչ են անում, պարոն Ավինյան։ Նոր նկատեցինք, որ նայեք, տեղել են բոմբերը կա։ Այդ բոմբերը երեխեքը բերում տրակասում են, իրանքով գալիս է բարձր։ Ասենք լավ էս բակում չեք խոսում ժողովրդի հետ, ասեք ժողովուրդ ջան, ասենք մեր ձեր երեխեքին, ասեք ես իրանց համար ենք սարքել, որ խաղան ֆուտբոլ, ոչ թե փչացնեն։ Այս սենց անդաստիարակ երեխեք են բնակիչները գցել քաղաքապետարանի ջեբը։ Այդ բոմբշկեքի մասին իհարկե առանձին սոցգովազդ է ուզում մանավանդ որ տոներն են մոտենում, բայց ես հիշում եմ մի հատ կառավարություն կար, որ ասում էր պետք է արգելել նավիկ, որ չվաճառվի вообще ու չի պահում այդ խոստումը։ Իսկ այդ տասկում նախկինները շարունակում են դատվել։ Սիրված վարչապետ Հովիկ Աբրամյանը այս անգամ հագնված շատ քյասիբ ոչ $1000-ից ավել բաճկոնով եկավ դատարան եւ ընկավ լրագրողների դրբի տակ։ Իմ պատկերացումների մասին դուք չգիտեք, Դե դուք էլ պետք չի որ իմ պատկերացումների մասին իմանաք։ Բայց մենք ուզում ենք իմանալ ձեր պատկերացումների մասին եկեղեցու հարցում։ Երևի գուցե հենց Աբրահամյանի մոտ է այս եկեղեցական փակուղու բանալին։ Ամեն դեպքում միջև դատը ոչ մի բան չասեց։ Բայց դատից հետո Աբրամյան երկու տեղի ունեցողը զուտքում մեկնաբանեք կբնորոշեք անդադ կալանավորումներ, եկեղեցու դեմ արշավ։ Ազգու չգնես այդ բան։ Հա, գնալես վերջին մնալու եք իվրա ես գիտեմ։ Հեսա լրագրողի գաբրվելու գործնել կփաթաթեն Աբրահամյանի վզին։ Այդ տասկում ազգային ժողովում Ալեն Սիմոնյանը երեխաներին ծանոթացրեց падգամավորների հետ։ Վերջապես եւ ինչու։ Սիրելի երեխաներ, ես ուզում եմ շատ կարճ ձեզ ծանոթացնեմ օրինակ երկու падգամավորի հետ, որոնք այսօր ազգային ժողովի նիստերի դահլիճում են։ Օրինակ մեկը Հակոբ Արշակյանն է, որը բացառիկ զուսպ, բացառիկ լավ, բացառիկ չկոռումպացված եւ լավ անձնավորություն է։ Բարև ձեզ, պարոն Արշակյան։ Բայց սիրտս վկայում է, որ սենց դեպքերում պետքա բալանսավորի Արշակյանին ինչ որ մեկ այլ падգամավորով։ Եվ երկրորդ անձնավորությունը ուզում ծանոթացնեմ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի օգնականը իրեն Չէ, պարոն Մարգարյան դեռ այդքան ուրախ մի ողջունեք այդ երեխեքին։ Հիմա ակնհայտորեն ինչ որ հորրի բան է ասելու ձեր մասին, վստահ եք, որ ուզում եք հիշեն երեխեքը ձեզ։ Թույլ է տալիս տարբեր տեղերում տարբեր լկտի բաներ գրել։ Օրինակ քիչ առաջ գրել է, որ տոնածառը զարդարում են թանկ խանութից եւ մեկնաբանել է լափել միջև վերջ Ալեն։
Հիմա ես ինչ եմ առաջարկում։ Ես առաջարկում եմ Տարոն Մարգարյանը իր օգնականին վերցնի ու գնա իրան ստուն, որպեսզի իր օգնականը տենա լափելը որն ալնուն։ Տանի դատարան, որտեղ 2 միլիարդ դրամի պետությունը միայն փող է պահանջում։ Երեխեք ջան, հասցնում եք գրի առնել։ Երեխեքը մտածում են, բա մենք կարող ենք գնալ Մարգարյանից տուն, որ տեսնենք այդ լապելը ոնց է։ Երեխեքին արդեն տակացրել եք, պետք է խաղացնեք։ Երեխեքին նաև բացատրվեց, որ չնայած կա էթիկայի կանոնակարգ, դա երբեք չի կանգնեցնելու իշխանությանը։ Մենք ընդունել ենք էթիկայի կանոնագիրք, բայց հանկարծ չսխալվեք։ Հիմա երեխեքը վերևից նայում են, մտածում են մենք դեռ պետք ենք Տարօրինակ էքսկուրսիա է։ Այսօրվանից արձակուրդ։ Նենց որ եկեք շնորհավորենք երեխեքին, այո, ուսումնական հաջորդ կիսա։ Բացի նրանից երեխաները վերջապես ծանոթացան Հակոբ Արշակյանի եւ Տարոն Մարգարյանի հետ։ Ձեր ծանոթության կենաց երեխեք ջան։ Մի sense անպատաս իրարից, բայց օքեյ, հա։ Գնացինք։ Դոմուսում գնումներ, դոմուսում նվերներ։ Ինչ նվերներ, ինչ ա եղել, կհարցնեք դուք։ Բա մեր գործընկեր Դոմուսը իր վրա է վերցրել ամանորյա կախարդանքի պատասխանատվությունը։ Միայն 10 օր մինչև դեկտեմբերի 28-ը կատարում եք Դոմուսից 100,000 եւ ավելի գնումներ եւ ստանում եք պարտադիր նվեր կամ լրացուցիչ զեղչ։ Դոմուսը հազարավոր նվերներ է պատրաստել, նենց որ ոչ ոք առանց անակնկալ չի մնա։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ domus.am կայքում եւ տեր կանգնել ձեր նվերին։ Դոմուսում նվերներ, Դոմուսում գնումներ։ Այսքաններ այսօրվա կոմեդին։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Սրբազան ինչ էիք քննարկում եւ հիմա որտեղ եք գնում։ Մենք եկել ենք։ Ամփոփենք, որ չորեքշաբթի օրը հանդիպում տեղի ունեցավ պատրոնների հետ, եկանք, շփվեցինք, որոշակի հարցեր, առաջարկներ, քննարկումներ եղան ու շատ համով հուսահավք։ Լեգենդար Շաղիկներ մեզ հետ, այո, մեր պատրոններին լավ ենք նայում։ Ամբողջ տարի իրանք մեզ կերակրեցին եւ այդ միլով շատ լավ մտքեր ստացանք, ընթացքում տենց ռազմավարություն որոշեցինք մյուս տարվա, նենց որ դեպի 26 թվական։ Միացեք պատրոն։ Եթե աջակցեք Arm Comedy-ին, միանաք մեր Patreon-ին, ապա հանգիստ կարող եք մոտենալ մեզ փողոցում եւ ցանկացած հարց տալ։